Եթե չլիներ Միացյալ Նահանգների միջամտությունը, Իրանը երկրի երեսից կջնջեր Իսրայելն ու ամբողջ մերձավոր Արևելքը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ Իրանի հետ գործարք կնքելը բարդացել է։ Ռազմածովային, ռազմաօդային ուժերն այլևս չկան, ղեկավարություն չկա։ Գործարք կնքելը հեշտ չէ, ոչ ոք չգիտի, թե ով է նրանց ղեկավարը, հայտարարել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, որ իրենց հիմնական նպատակն է Թեհրանին թույլ չտալ միջուկային զենք ստանալ, եւ ընդամենը մի քանի շաբաթ անց նրանք դա կանեին, եթե Ամերիկան չհարձակվեր։ Նրանք խելագար են, առանց վարանելու միջուկային զենք կկիրառեին։ Ելույթն այսպես է եզրափակել Թրամփը։ ԱՄՆ նոր պատժամիջոցները տնտեսական ահաբեկչության եւ մարդկության դեմ հանցագործության ձև է հայտարարել Իրանի արտգործնախարարությունը։ Թեհրանի պնդմամբ սա ԱՄՆ 73-ամյա թշնամական քաղաքականության հակամարտկային, օրենքը խախտող եւ մեծամիտ հերթական դրսեւորումն է։ Պատժամիջոցներն ու տնտեսական ճնշումը պատերազմի եւ ռազմական ագրեսիայի մեդալի մյուս կողմն են, հայտարարել են նախարարությունում։ Իրանի արտգործնախարարությունն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը մնում է հաստատուն եւ վճռական իր անվտանգությունն ու ազգային շահերը պաշտպանելու հարցում։ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Միացյալ Նահանգների հետ, սակայն սա չի նշանակում, թե կհրաժարվի իր սկզբունքային դիրքորոշումներից, հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով Թրամփի վարչակազմն ընդհանուր առմամբ պատրաստ է կառուցողական երկխոսության եւ ունի ըմբռնում Ռուսաստանի դիրքորոշման նկատմամբ։ Այս փուլում ավելի կարևոր է, թե որքանով Վաշինգտոնը կարող է ազդել Կիևի ռեժիմի եւ եվրոպացի հովանավորների վրա, որոնք մինչեւ հիմա երազում են Ռուսաստանի ռազմավարական պարտության մասին, ասել է ռուս պաշտոնյա։ Ռուսաստանը պատրաստ է լսել ցանկացած ողջամիտ առաջարկ, որը համահունչ կլինի Պուտինի սահմանած նպատակներին, իսկ Ուկրաինային զինելով Եվրամիության ժամանակ շահելու փորձերն անընդունելի են եւ չեն կարող նպաստել կայուն կարգավորմանը։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։